Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ։ Արև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտին-Փաշինյան հանդիպումը կշարունակվի դեմարդեմ ձևաչափով աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մարտի 31-ի հայտարարությանը, որում հնչեցվել էին պատմական բնույթի մեղադրանքներ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ հակամարտության ընթացքում ձևավորված թշնամական եւ ոչ հավաստի նարատիվները շարունակում են օգտագործվել Ադրբեջանում, նաեւ պետական մակարդակով կոչ անելով վերջ դնել նման մտածածին թեզերին։ Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ Այս գիշեր Միացյալ Նահանգները հրթիռակոծել է իրանական Իսպահան քաղաքի վառելիքի եւ ռազմական բազաները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հասել է իր նպատակին Իրանի հետ հակամարտության հարցում եւ նախատեսում է այն ավարտել 2 կամ 3 շաբաթվա ընթացքում։ Ղրիմում կործանվել է Ան-26 ինքնաթիռը, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով ինքնաթիռը չի խոցվել։ Պատճառը նախնական տվյալներով անսարքությունն է եղել։ Օրվա միջազգային անցուդարձը։ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրոմոբիլների շարժչի հզորության որոշման նոր մեթոդաբանությունը։ Այն կապահովի գույքահարկի առավել արդարացի հաշվարկ։ Փոփոխության արդյունքում 24,000 սեփականատերերի համար հարկային բեռը կնվազի, իսկ արդեն գրանցված մեքենաների տվյալները կթարմացվեն ինքնաշխատ եղանակով։ Ավտոսպորտ, բասկետբոլ, մինի-ֆուտբոլ, սպորտի միջազգային օրն այս տարի կնշվի բազմաբնույթ միջոցառումներով։ Դրանք կանցկացվեն Երևանում, մեկնարկը տրվել է ապրիլի 6-ին, ժամը 12-ին Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, այցի ընթացքում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Փաշինյանի հետ կհանդիպի աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Նախ տեղի կունենա ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր եւ Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Այնուհետև երկու առաջնորդները Պուտինը եւ Փաշինյանը կշարունակեն շփումը դեմարդեմ ձևաչափով աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ։ Լրագրողներին ասել է Պեսկովը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մարտի 31-ի հայտարարությանը, որում հնչեցվել էին պատմական բնույթի մեղադրանքներ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշել է, որ հակամարտության ընթացքում ձևավորված թշնամական եւ ոչ հավաստի նարատիվները շարունակում են օգտագործվել Ադրբեջանում, նաեւ պետական մակարդակով։ Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կարող է նպաստել կայուն համակեցությանը եւ վերջ դնել նման մտածածին թեզերին։ Նա հիշեցրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրով պարտավորվել են փակել թշնամանքի էջը եւ սկսել բարիդրացիական հարաբերությունների նոր փուլ։ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոստը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարի հետ։ Նրա խոսքով քննարկվել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման եւ բազմակողմ գործակցության հարցեր։ Բելգիան բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը խաղաղության գործընթացին եւ հույս հայտնել խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվում ռուսական հացահատիկով բեռնված եւս 5 երկաթուղային վագոն։ Այս մասին հաղորդել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, տեղեկացնելով, որ Ռուսաստանում արտադրված հացահատիկով բեռնված շարժակազմը այսօր դուրս է եկել Բաքվի կայարանից։ Նույն աղբյուրի հաղորդմամբ Ադրբեջանի, ապա նաեւ Վրաստանի տարածքով Հայաստան ուղևորվող ռուսական հացահատիկի ընդհանուր ծավալը կազմում է 349 տոննա։ Մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 23,000 տոննա ցորեն, 1000 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավար, հաղորդել է գործակալությունը։
Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները, այս գիշեր Միացյալ Նահանգները հրթիռակոծել է իրանական Իսպահան քաղաքի վառելիքի և ռազմական բազաները։ Ի պատասխան շարունակվել են իրանական հարձակումները Իսրայելի և արաբական մի շարք երկրների նկատմամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները հասել է իր նպատակին Իրանի հետ հակամարտության հարցում և նախատեսում է այն ավարտել 2 կամ 3 շաբաթվա ընթացքում։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, Իրանը դեռ կարող է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ այդ ժամկետում։ Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերը շարունակում են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի էջերին սպանվել է Թեհրանի ուղղությամբ իրականացված օդային հարձակումներից մեկի հետևանքով, հայտնում են ԶԼՄ-ները։ Բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունից զատ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանում բալիստիկ հրթիռների խոշոր ստորգետնյա պահեստային համալիրին հասցված հարվածի մասին։ Իրանի Իսպահանում ականատեսները նկարահանել են հզոր պայթյուններ և հրդեհներ ամերիկյան հարձակման հետևանքով։ ԱՄՆ տվյալներով այնտեղ գտնում է իրանական խոշոր ավիաբազա և այլ ռազմական օբյեկտներ, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտներից մեկը։ Նույն տեսանյութը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածել է իր սոցիալական հարթակի էջում։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան B1 և B2 ռմբակոծիչները հարվածել են բալիստիկ հրթիռների պահեստին։ ԱՄՆ-ն պնդում է, որ այնտեղ պահվում է բարձր հարստացված ուրանի հիմնական մասը և որ դա Իրանի ստորգետնյա հրթիռային քաղաքներից մեկն է։ Միևնույն ժամանակ Քուվեյթից են հրթիռներ արձակվել Իրանի ուղղությամբ։ Իրանն իր հերթին նոր արձակումներ է իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ, կան ավերածություններ և զոհեր։ Միաժամանակ իրանական զինված ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սաուդյան Արաբիայի Էլ-Հարջեհ ամերիկյան ռազմաբազայի վրա, հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Լիբանանյան Հզբոլլահը իր հերթին ավելի քան 20 րոպեանոց հրթիռային կրակայարդ է ուղղել Իսրայելի հյուսային շրջանների ուղղությամբ։ Ռմբակոծությանը պատասխան հարվածներով արձագանքել է իսրայելական կողմը։ Էրբիլում նույնպես պայթյուններ են որոտացել։ Sky News-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր է ուղևորվում դեպի Մերձավոր Արևելք։ Իրաքի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է Բաղդադում անհայտ անձանց կողմից ամերիկացի լրագրող Շելի Քիթելսոնի առևանգման մասին։ Հետապնդման ընթացքում ձերբակալվել է 1 կասկածյալ, մյուսների որոնումները շարունակվում են։ Այս համատեքստում հակամարտող կողմերի առաջնորդները հանդես են եկել տարբեր և սուր հայտարարություններով։ Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ իր գործողությունները կավարտի 2-3 շաբաթվա ընթացքում։ Վաշինգտոնը չի մասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգմանը, ասել է Թրամփը։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ թույլ չի տա Իրանը կրկին ունենա միջուկային զենք։ Իրենց հերթին Չինաստանն ու Պակիստանը ներկայացրել են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 5 կետանոց ծրագիր։ Առաջարկությունները ներառում են անապահերադադար, խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ, ոչ ռազմական կառույցների անվտանգության ապահովում, Հորմուզի նեղուցով նավարկության ազատության երաշխավորում, ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության պահպանում։ Սպիտակ տան ներկայացուցիչն էլ Ալ Ջազիրային հայտնել է, որ Իրանը բանակցությունների արդյունքում հանձնառու է համաձայնության հասնելու։ Մինչդեռ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի արձագանքել ԱՄՆ 15 առաջարկից որևէ մեկին և չի ներկայացրել այլ առաջարկ կամ նախապայման։ Չնայած Արաղչիի նման հայտարարությանը, Թրամփը Axios-ի թղթակից Բարակ Ռավիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Երբ Թրամփին ուղղակիորեն հարցրել են պակիստանա-չինական նախաձեռնության մասին, նա չի քննադատել այն, այլ պարզապես կրկնել է, որ դիվանագիտական գործընթացը լավ է ընթանում։ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակով պայմանավորված Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ։ Նրանք մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակական վատթարացման վերաբերյալ և ընդգծել են ռազմական գործողությունների արագ դադարեցման կարևորությունը։ Չնայած անընդմեջ ռմբակոծվող Իրանի, այդ երկրի նախագահը իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ միացել է Թեհրանում Իսլամական Հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններին։ Պատժամիջոցների մասին հայտարարություններ նույնպես եղել են։ Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կամ տարանցիկ կերպով անցնել Արաբական Միացյալ Էմիրություններով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին Միացյալ Նահանգների մասնակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ The Telegraph-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահը ՆԱՏՕ-ն անվանել է թղթեվագր։ Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է դաշնակիցներից, քանի որ վերջիններս հրաժարվել են աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ մղվող պատերազմում։ Նաև ուժեր չեն ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թրամփի խոսքով Ամերիկան միշտ ավտոմատ կերպով աջակցել է իր գործ
գործընկերներին, սակայն հիմա փոխադարձ քայլեր չի տեսնում։ Նախագահի դիրքորոշման համամիտ է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշել է, որ դաշինքը վերածվել է միակողմանի փողոցի։ Ըստ Ռուբիոյի, եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ Միացյալ Նահանգները պաշտպանի Եվրոպան, բայց դաշնակիցները մերժեն ամերիկյան կողմին ռազմաբազաների տրամադրման հարցում, ապա դա վատ պայմանավորվածություն է, որը պետք է վերանայվի։ Այս պահին Վաշինգտոնում քննարկվում է ՆԱՏՕ-ի գործընկերության նոր վճարիր որ խաղաս մոդելը, որը կարող է զրկել անդամ երկրներին որոշումներ կայացնելու իրավունքից, եթե նրանք չկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շարունակում է կապ պահպանել Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության հետ Իրանի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը խորհրդակցում է տարբեր երկրների հետ Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու վերաբերյալ։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան նաև մշտական կապի մեջ է իրանական կողմի հետ։ Ղրիմում կործանվել է Ան-26 ինքնաթիռը։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ կապը կորել էր 3 երեկոյան։ Ինքնաթիռը պլանային թռիչքեր իրականացնում թերակղզու վրայով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով ինքնաթիռը չի խոցվել։ Արդեն հայտնաբերվել է վայրը, որտեղ ընկել է Ան-26-ը։ Այն բախվել է ժայռին։ Որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է անձնակազմի 6 անդամին եւ ինքնաթիռում գտնվող 23 ուղևորին։ Նախնական տվյալներով աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Վլադիմիր Զելենսկին պետք է այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինա զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ որոշում, որը նա պետք է կայացներ 3 լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այս մեկնաբանությունը արել է ի պատասխան Զելենսկու նախորդին արված հայտարարության։ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, որպեսզի նրանք ստիպեն մեզ լքել Դոնբասը։ Իդեպ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, որ Լուգանսկի մարզի ամբողջ տարածքը վերջնականապես անցել է Մոսկվայի վերահսկողության ներքո։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազատագրումը ավարտված է, նշված է հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ վերջին 24 ժամերին ռուսական զորքերը առաջխաղացում են ապահովել ևս 2 ուղղություններով, գրավելով Խարկովի եւ Զապորոժիեի մարզերի 2 գյուղեր։ Նշենք, որ պաշտոնական Կիևը դեռևս չի արձագանքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավի մի շարք շրջանների բնակիչներին լքել իրենց տները եւ տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։ Ցահալի տվյալներով Հեզբոլլահի դեմ բախումների ընթացքում զոհվել է 4 իսրայելցի զինվոր, ևս 2-ը վիրավորվել են։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ չի դադարեցնի հարվածները։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ թույլ չեն տա հարավից տարհանված շուրջ 600,000 բնակչի վերադարձը, մինչև Իսրայելի հյուսիսին սպառնացող վտանգը չչեզոքացվի։ ՄԱԿ-ը հայտնել է նաև, որ Լիբանանում զոհվել են 3 խաղաղապահներ, նաև լիբանանցի լրագրողներ եւ բժիշկներ։ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը դա որակել է միջազգային իրավունքի լուրջ խախտում։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ միջադեպը կքննվի։ Բեյրութի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել իսրայելական հրթիռի հարվածից հետո միաժամանակ Հեզբոլլահը հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, այդ թվում 1 երեխա, իսկ 2-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում, շարունակելով ռազմական գործողությունները։ Իսրայելական կողմը նաև հայտարարել է, որ մտադիր է հարավային Լիբանանում ձևավորել անվտանգության գոտի։ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կապ չունի Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի հետ։ Նա Հական Ֆիդանին վստահեցրել է, որ Իրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է մասնակցել դեպքի համատեղ հետաքննությանը։ Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ հրթիռը արձակվել է Իրանի տարածքից, սակայն այն հաջողվել է չեզոքացնել։ Ադրբեջանը եւս դատապարտել է միջադեպը, վերահաստատելով աջակցությունը Թուրքիայի անվտանգությանը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևին տվել է 2 ամիս ժամկետ Դոնբասից զորքերը դուրս բերելու համար։ Նրա խոսքով հակառակ դեպքում Մոսկվան նախատեսում է առաջադրել խաղաղության այլ պայմաններ։ Զելենսկին չի հստակեցրել հնարավոր փոփոխությունների բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաղդադում անհայտ անձինք առևանգել են ամերիկացի լրագրող Շելի Քիթսոնին։ Դեպքի պահը ֆիքսվել է տեսանկարահանման համակարգերի կողմից։ Իրավապահները հետապնդման ընթացքում ձերբակալել են 1 կասկածյալի, իսկ մյուսների որոնումները շարունակվում են։ Իսրայելի խորհրդարանի Քնեսեթի շենքի մոտ հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել ահաբեկչության համար մահապատիժ սահմանելու օրինագծի դեմ։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ։ Բողոքի ակցիան անցկացվել է օրինագծի շուրջ սրված քննարկումների ֆոնին։ ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին չեղարկել ահաբեկչության համար մահապատժի սահմանման նախաձեռնությունը։ Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, որով փոփոխվել է էլեկտրոմոբիլների շարժի հզորության որոշման նոր մեթոդաբանությունը։ Այն կապահովի գույքահարկի առավել արդարացի հաշվարկ։ Փոփոխության արդյունքում 24,000 սեփականատերերի համար հարկային բեռը կնվազի, իսկ արդեն գրանցված մեքենաների տվյալները կթարմացվեն ինքնաշխատ եղանակով։ Ըստ նոր կարգավորման, եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի այնտեղ նշված տեղեկատվությունը, բացակայության դեպքում հաշվարկը կատարվելու նոր կարգով։ Մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասները ներկայացրել կառավարության համապատասխան որոշման վերաբերյալ։ Առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը 2.5-ի։ Հետո ստացված արդյունքները գումարվում են։ Օրինակ, 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 284 ձիաուժ։ Այսինքն 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 666,000 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 276,000 դրամ։ Մեկ այլ օրինակ, 218 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 145 ձիաուժ։ Այսինքն 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 133,400 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 43,500 դրամ։ Արդեն գրանցված էլեկտրոմոբիլների տվյալները կփոփոխվեն ավտոմատ։ Սեփականատերերը դրա մասին կտեղեկանան roadpolice.am հարթակի իրենց անձնական էջում կամ համապատասխան։ Ավտոսպորտ, բասկետբոլ, մինիֆուտբոլ, սպորտի միջազգային օրը այս տարի կնշվի բազմաբնույթ միջոցառումներով։ Դրանք կանցկացվեն Երևանում։ Մեկնարկը տրվել է ապրիլի 6-ին ժամը 12-ին Հանրապետության հրապարակում։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ, ներգրավելու են բոլոր ցանկացողները։ Ապրիլի 7-ին էլ սպասվում է սպորտի կարևորությունը կյանքում խորագրով պանելային քննարկում։ Ոլորտի մասնագետները կքննարկեն սպորտի դերը հասարակական զարգացման և խաղաղության հաստատման գործում։ Ապրիլի 6-ին սպորտի միջազգային օրը Հայաստանում նշվելու է բազմաբնույթ միջոցառումներով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՄԱԿ-ի աջակցությամբ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը և Women of Armenia Network-ը կանցկացնեն սպորտին նվիրված միջոցառումներ։ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշեց, որ միջոցառումներն անցկացվում են սպորտը հանուն զարգացման և խաղաղության խորագրի ներքո։ Women of Armenia Network-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը հավաստիացրել է, որ իրենք որպես նախաձեռնության հեղինակներ մեծ պատասխանատվությամբ են մոտեցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին։ Նրանք հայտնել են, թե ստեղծել են մի հարթակ, որտեղ տարբեր սպորտաձևերով մի շարք թիմեր ու առանձին մարզիկներ հանդես են գալու ցուցադրական ելույթներով։ Նազիկ Ավդալյանը թվարկեց այն սպորտաձևերը, որոնք ներկայացվելու են տոնակատարությունների ժամանակ։ Լինելու են սկեյթերները, փետանկ, մինիֆուտբոլ, ուրախ եմ նշել նաև, որ մինիֆուտբոլ նաև գալու են մարզից երեխաները, աղջիկ երեխաները եւ խաղալու են արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, բասկետբոլ է լինելու, հետաքրքիր շոու ծրագիր։ Տոնակատարությունների մեկնարկը տրվել է ուղիղ կեսօրին Հանրապետության հրապարակում եւ ավարտվելու է ժամը 19:00-ին, իսկ արդեն ապրիլի 7-ին տեղի է ունենալու պանելային քննարկում կանանց ներգրավվածությունը սպորտում թեմայով։ Կարևոր է, որ մենք անենք գեղեցիկ միջոցառումներ, բայց սկսել դիալոգներ եւ զրույցներ այդպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսին է ինչպես կարող ենք Հայաստանի սպորտը ավելի լայնամասշտաբանել մարզերով մեկ եւ նաեւ միգուցե հնարավորություն տալ մարզաբնակ կանանց եւ աղջիկներին ավելի ակտիվորեն ներգրաված լինել եւ օրինակ հետևեն Նազիկի օրինակը
եւ հասնեն իրենց երազանքներին։ Որպես պրոֆեսիոնալ մարզիկ Նազիկ Ավդալյանը նշեց, որ դեռևս Հայաստանում ամբողջովին չի օգտագործվում մարզերի տաղանդաշատ երեխաների ներուժը։ Սպորտի հանրահռչակման առումով Նազիկ Ավդալյանը կարևորեց մարզերում ենթակառուցվածքների զարգացումը, նշելով, որ այդ ուղղությամբ զգալի աշխատանք կա կատարելու։ Ըստ նրա, իրենց նախաձեռնությունը նաև ուղերձ է մարզերի երեխաներին կամ պատանիներին, որ նրանք անկախ դժվարություններից կարողանան պայքարել եւ հասնել պրոֆեսիոնալ մարզիկի կարգավիճակի։ Անպայման պետք է տարբեր աշխատանքներ, որպեսզի մենք մարզերում ունենանք ենթակառուցվածքներ երեխաներին դեպի սպորտ ներգրավելու համար։ Քանի որ սպորտը ոչ միայն մրցակցային ոլորտ է, այն մշակույթ է, այն աննկարագրելի մեծ ժառանգություն է, որ մարդ կարող է ունենալ։ Բանախոսները հույս հայտնեցին, որ իրենց նախաձեռնությունը հաջողություն կունենա եւ սպորտի միջազգային օրն իսկական տոնի կվերածվի։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։